պիտի ասեմ, որ շատ մեծ ցավի եւ վշտի մեջ են, որովհետեւ փառահեղ անձնավորություն կորցրեցինք, փառահեղ ընկեր, ում ես ճանաչել եմ դեռևս 90-ականների սկզբից եւ Արցախյան արացի պատերազմի ժամանակից ներկան ու ականատեսն եմ եղել այն իրական հերոսության, ինչ որ Արտավազդ Բագրատիչն էր անում, մոռանալով սեփական եսը, մոռանալով անձը, իր ժամանակը, ամբողջությամբ նա նվիրվել էր ազգային գործին, ամբողջությամբ նվիրվել էր կյանքեր փրկելուն։ Եվ իմ խորին համոզմամբ, երբ որ Աստված արարեց աշխարհը, ոչ թե 7-րդ օրը հանգստացավ, այլ 7-րդ օրը ստեղծած մարդկանց միջից առանձնացրեց մարդկանց մի խումբ եւ ասաց, որ դուք այն մարդիկ եք, որոնք պետք է բժշկեք եւ մարդկային կյանքեր փրկեք։ Եվ հաստատ այդ խմբի մեջ էր Արտավազդ Բագրատիչը։ Աստված հոգին լուսավոր է պահելու Արտավազդ Բագրատիչի ոչ միայն մեր սրտերում, այլ նաեւ ապագա սերունդների սրտերում, որովհետեւ նրա փրկած կյանքերը ունեն շարունակություն եւ այդ շարունակվող կյանքերը հավերժ փառք են ասելու Արտավազդ Բագրատիչի երկնքում թևածող հոգուն։ Լույսերի մեջ մնա։ Վերջին անգամ մի քանի ամիս առաջ եմ շփվել, բայց որդու հետ մշտական խաղի մեջ ենք, այդուհանդերձ այնպես չի, որ Բագրատիչի մասին կարծիք հայտնելուց պարտադիր պետք է նրան ճանաչել։ Ուղիղ իմաստով եմ ասում ճանաչել, ինչու, որովհետև մենք որպես հասարակություն մեր մեծերին հերվից սիրելու հատկությունը սկսել ենք կորցնել։ Իսկ նա այն մարդկանցից էր, ում պետք էր ոչ միայն պետք է, այլ պարտավորություն էր նաև հերվից սիրելը։ Ինչու, որովհետև երբ որ մենք քրիստոնյա ենք, քրիստոնեությունն իրական մարդասիրության մասին է։ Նա ինքը մեծ մարդասեր էր։ Ինքը ոչ միայն սիրում էր իր մասնագիտությունը, ինքը նաև սիրում էր մարդկանց ու անձնվիրաբար նվիրված էր իր գործին։ Իր առողջական վիճակը իրեն հետաքրքիր չէր, եթե ինքը պետք է ուրիշի առողջության մասին հոգ տաներ։ Եվ ցավոք սրտի մենք ապրում ենք ժամանակներ, որ մեր իրական հերոսները ժամանակի մեջ գնահատված չեն, մենք ամեն ինչ ենք կարում արժեզրկենք եւ մենք անգամ մեր հերոսներին ենք արժեզրկում, մենք այսօր ով է հերոսը չգիտենք։ Իսկ հերոսներն այն մարդիկ են, ովքեր իրենց ապրած ամեն րոպեն, ամեն ժամը արժեքի մասին է եւ բարձր արժեքի, ոչ թե այդ արժեքներն էլ են, չէ, տարբեր լինում իրենց գնային ասեն իմաստով, կան արժեքներ, որոնք գին ունեն, կան արժեքներ, որոնք գին չունեն, դրանք չեն վաճառվում։ Եվ դրանց մեջ առաջնայիններից մեկը դա մարդասիրությունն է։ Ծնող երեխա ոնց են իրար սիրում, մարդիկ ոնց են սիրում, դա գին չունեցող սա է իրական արժեքը։ Եվ այն մարդիկ, ովքեր որ իրենց ամբողջ կյանքը ծառայեցրել են այս արժեքին, մարդասիրությանը, այս մարդկանց պետք է մեծարել եւ այսպես ասեմ ձեռքերի վրա տանել ոչ թե հետ մահ, այլ կենթանության օրոք։ Այս մարդիկ երբեք իրենց ապրած տարիներին ոչ մի րոպե իրավունք չունեն նեղացած լինել հասարակությունից եւ հասարակական վերաբերմունքից։ Ոչ թե իրենց տեսակով իրավունք չունեն։ Նման մարդիկ հոգու խորքում են վիրավորված լինում, առերես երբեք վիրավորված չեն լինում։ Այսպիսի մարդկանց պակաս մենք ունեինք արդեն իսկ եւ ցավոք սրտի այսօր արդեն եւս մեկով պակասեց։